Բարի երեկո Գյումրուն։ Տեսնում եմ ես ցուրտ եղանակին ձեր համառությունը։ Համառ եք եղել միշտ, սկսած երկրաշարժի աղետից մինչև մեր օրեր։ Ձեր համառությունը ապացուցել եք նաև վերջին թիմ ընտրություններում ջախջախիչ պարտության մատնելու քաղաքացիական պայմանագրին։ Ձեր համառությունն եք ցույց տալիս նաև հիմա, որ իշխող ուժը չփորձի որևիցե ոտնձգություն անել։ Մեզանից յուրաքանչյուրը դեմ է իրենց վարած քաղաքականությանը, քանի որ սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն, իրենց յուրաքանչյուր խոսք ի վնաս Հայաստանի է և հայի տեսակի։ Մենք ուժեղ տեսակով միշտ ցույց ենք տվել, որ տարերով կանգուն ենք եղել և նորից մնալու ենք կանգուն։ Հուսով եմ ողջախոհություն կձևավորենք այս ընտրություններում և վերջնականապես Հայաստանը կիշխանազրկենք իրենց տեսակից։ Այսօր իրենք մի թեզ են առաջ բերել, որի անունը տրել են խաղաղություն, տեր կանգնիր խաղաղությանը։ Բոլորս լավ գիտենք, որ խաղաղությունը դա ձեռք բերովի է, ոչ թե ստորագրելով ինչ-որ փաստաթուղթ առանց երաշխիքների։ Ձեռք բերում են համարձակությամբ, ուժեղությամբ, մարդունակ բանակով և վստակ հայլերով։ Ամեն քայլափոխին ականատես ենք լինում իշխող ուժի ղեկավարի հանդեպ ծաղրական խոսքերի, ադրբեջանցիները իրենց երգերու մեջ ամեն երգի մեջ ծաղրում են, որը մեր սազական չի։ Մենք պետք է ունենանք ղեկավար, ում անունը լսելուց, ում հետ հանդիպելուց պետք է շատ զգաստ և սթափ լինեն։ Բայց մենք իրենց տեղնել ենք պայքարելու, քանզի այդ ծաղրանքները ամբողջ աշխարհով մեկ ընդհանուր հայերի վրա է տարածվում։ Մենք մերժելու ենք նմանատիպ գործելավոճը։ Մերժելու ենք դրանց, որպեսզի հայի տեսակի հետ խաղ չանեն։ Մի քանի բառ էլ ասեմ մեր Գյումրուց, Գյումրու խնդիրներից, առաջնային խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն ենք ունեցել նախագահի հետ։ Ամենակարևորագույններից մեկը մեր երկրաշարժին անօթևան մնացած բնակիչների հարցն է։ Ինչպես որ 2000-ական թվականների սկզբին շինարարության այռուձի բաժինը տեղի ունեցավ երկրորդ նախագահի օրոք, այդ թափը գնալով մարեց, այս վերջին 8 տարիներին չտեսանք որևիցե գործ, բացի փուչ դադար խոստումներից, հիմա եկել ենք, որ ասենք, հաղթանակից հետո շատ կարճ ժամկետներում Գյումրին ազատվելու է տնակներից։ Սկսած գործը նորից վերջացնելու է նախագահան։ Այս տոկունությամբ լցված բոլորս միասին ամսի 7-ին, համար 17-ին մերժում ենք անինքնասերների քարոզարշավը, մերժում ենք մեր նվաստացումը և գնում ենք դեպի հաղթանակներ։